Աշակերտներ, այսօրվա մեր դասի թեման է Պաուլոս Սևակի անորելի զանգակատուն պոեմը։ Մեր նպատակն է պարզել ինչպիսի կառուցվածք ունի պոեմը, վերլուծել բովանդակությունը և ինչու չէ նաև կապ ստեղծել պոեմի գլխավոր հերոս Կոմիտասի և հայ ժողովրդի աջակատագրի միջև։ Իհարկե այն նպատակներ մենք ևս հետապնդում ենք, քննադատական մտածողության ձևավորում, լեզվական և այլ կառուցվածքների զարգացում, ինչպես նաև միջավայրական կապերի ստեղծում։ Դասի այս փուլում մենք այսպիսի մի հարցի փորձենք պատասխանել, որից հետո արդեն կկատարենք մեր խմբային աշխատանքը։ Ինչու է Սևակը պոեմը անվանել անլվելի զանգակատուն։ Խնդրում եմ պատասխանեք հարցին, ով է պատասխանում, ինչու անլվելի, ինչու զանգակատուն, Անի պատասխանես, խոսիր, Անի խոսիր։ Սևակը պոեմը անվանել է անլվելի զանգակատուն, քանի որ Կոմիտասը ոչ միայն Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտորն է, այլ նաև քահանային հոգևոր այր և այս ղողանջները զանգակատան կարծես թե ահազանգ էին մեր ամբողջ երկրի համար և այն ողբերգությունը, որը մենք տեսել ենք, այդ զանգակները ցույց են տալիս այդ բոլոր ցավը և ուժը։ Ում է Սևակն անվանում անլվելի զանգակատուն։ Ստեղծագործության գլխավոր հերոսին, Կոմիտասին, անլվելի զանգակատուն, որովհետև նրա ձայնը երբեք չլռում ու զանգակատուն։ Այ, շատ բարի, շնորհակալություն։ Դասի այս փուլում մենք ձևավորել ենք 4 խումբ, պատմաբանների խումբ, գրականագետների, ճարտարապետների և փիլիսոփաների և քննության առարկան անլվելի զանգակատուն պոեմն է։ Ինչպես գիտեք, Սևակը մի առիթով ասել է, որ ես իմ ամբողջ կյանքում տառապել եմ Կոմիտասասիրությունից և ուզում էի գրել ինչ-որ մի բան, գրել որպես վեպ, որպես վիպակ, որպես այլ ժանրի ստեղծագործություն, բայց ահա մոսկովյան մի այսպես մռայլ օր, երբ սրճարանում նստած է լինում, Սևակը լսում է Կոմիտասյան երգ և այդ երգը հիմք է տալիս, որ նա մտածի Կոմիտասի մասին պոեմ գրելու առումով և այն ներկայացնի հայ ժողովրդի մեծ ողբերգության համատեքստում։ Մինչ հիմնական աշխատանքին անդրադառնալը ես ուզում եմ, որ մենք մի հատված լսենք Կոմիտասի մաքրամաքուր երաժշտությունից, նրա մշակած և հայկական մեղեդին իր մեջ ամբողջությամբ ամփոփող երաժշտությունից, նոր անցնենք մեր Ամերիկին։ Սա գարունա ստեղծագործությունն է։ Ինչ պիտի ներկայացնենք պատմաբանները։ Կարդում եք, ովքեր են պատմաբանները, Անետ ջան, կարդա հարցադրումը։ Ներկայացնենք պոեմի պատմական հիմքը։ Աշխատում եք այս ուղղությամբ։ Հաջորդը գրականագետներ ներկայացնում եք։ Ներկայացնենք պոեմի կառուցվածքը, վերլուծել Կոմիտասի կերպարը հայոց ցեղասպանության համատեքստում։ Այո, շատ բարի։ Սկսում եք աշխատել։ Հաջորդը ճարտարապետներ։ Ներկայացնենք պոեմի կառուցվածքը կապ ստեղծելով եկեղեցու զանգակատան հետ։ Այո։ Թվում է թե նույն աշխատանքն է, բայց դուք տարբեր ուղղություններով եք ներկայացնում
պոեմի կառուցվածքը։ Մի դեպքում որպես գրականագիտական տարր եւ դուք որպես ճարտարապետներ ինչպես է ստեղծվում այս հոգեվոր զանգակատունը։ Սրանք շարունակություն վարդություն։ Եվ վերջին խումբը փիլիսոփաներ։ Որքանով է արդիական պոեմը, ինչ վարկանալիներ կան այսօր։ Սկսում եք աշխատել, սիրելի աշակերտներ։ Աշխատանքը ավարտելու համար ձեզ տրվում է 10 րոպե ժամանակ։ Պատացեք հարցադրումը և պատասխանեք հարցը։ Ներկայացնել պոեմի պատմական հիմքը։ Պոեմի ամենացավոտ և կենտրոնական պատմական հիմքը 1915 թվականի հայոց ցեղասպանությունն է։ Կոմիտասը հայ մտավորականների հետ էր, որոնք ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին Կոստանդնուպոլիս։ Սևակը նկարագրում է աքսորի ճանապարհը, տեսած սարսափները, Կոմիտասը չդիմացավ այդ արհավիրքին և փորձեց հոգեկան հավասարակշռությունը, թեև պոեմում դա ներկայացված է որպես ազգային ցավի խտացում։ Շարունակում ենք։ Պատմական հիմքը հայոց մեծ եվրեփ էր։ Այն իրականացել է 20-րդ դարասկզբին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն իրականացել է մի քանի փուլով, առաջին փուլը դիմադրողականության ոչնչացում, դա արվում էր դրա համար, որպեսզի հայերը չունենան դիմադրողական ուժի, երկրորդ փուլը մտավորականության չեզոքացում, արդեն 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսից և բազմաթիվ այլ հայկական շրջաններից հավաքում էին բոլոր մտավորականներին և ոչնչացնում էին Դանիել Վարուժանն էր ասում, անդին կմորթին, կյանքն արտին մեջ և գաղափարը կանգի։ Նրանց թվում էին Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Երգան Կոմիտասը, բայց մեծանուն Երգան Կոմիտասին հաջողվում է և փախչում է աքսորից։ Փախչում է, թե Վերջինիս հայտնվում է խոր հոգեբանական ցնցումներ, երրորդ փուլը մահվան քարավաններ, անպաշտպան երեխաներին, կանանց և ծերերին բռնի տեղահանում էին և տեղափոխում սիրիական անապատներ, որտեղ նրանց սպանում էին, և չորրորդ փուլ ժողովրդականություն, սա վերջին փուլն է ցեղասպանության, որտեղ նրանք թուրքերը ամեն կերպ ձգտում էին չճանաչել հայոց եվրեփները, երբ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթանը
ցեղասպանություն իրագործած Թայլանդին ասում է, որ պատասխանատվության պատասխանատվության մասին վերջինիս ասում է, որ նա արեց հայտ չկա եւ 3 ամսում արեց այն, ինչ Սուլթան Համիդը չարեց 3 տասնամյակում։ Սիրելի աշակերտներ, որն էր երիտթուրքերի գերնպատակը, ով կարող է հիշել բանաստեղծական որևէ հատված։ Ասակասնեմ։ Ուզում են մենք հայտ խորել, այն են թանգարանը։ Շնորհակալություն։ Լսում ենք ձեզ։ Հիշեցրեք մեզ հարցադրումները։ Ներկայացնել պոեմի կառուցվածքը, վերլուծել Կոմիտասի կերպարը հայոց ցեղասպանության համատեքստում։ Սկսում խոսենք կառուցվածքի մասին, որպես գրականագետներ նախ նշենք, որ այս պոեմը նրա էպիկական գործ է։ Սևակը հրաժարվել է սովորական գլուխների եւ օգտագործել է ղողանջներ անվանումը։ Սա գեղարվեստական հնարք է, Կոմիտասի կյանքը նմանեցնում է հսկայական զանգակատար, որի յուրաքանչյուր ղողանջը մի նոր իրադարձություն է։ Պոեմը սկսում է նրանով, որ Կոմիտասի ծնունդով նրա որբությամբ եւ Էջմիածնում ուսանելու տարիներին Ինչպես կարողացավ Կոմիտասը ընդունվել Էջմիածնի ճեմարան։ Երբ գալիս է ճեմարան, թուրքերեն է սկսում երգել եւ քահանան երբ լսում է նրա սոխակի ձայնը, հայոց լեռների առուների նման վարար ձայնը, մաքրամաքուր ձայնը ընդունում է նրան որպես լոկ ձայնի համար համարվեց Նասան։ Շնորհակալություն, լավ էր Անջան, շարունակում ենք։ Երբ վարդապետը հայտնաբերում է հայ երգը, մաքրում է այն օտարամոտ ժերտերից եւ վերադարձնում ժողովրդին, Դիպաշանն այստեղ լույսով ու հույսով է լցված։ Շարունակում է նրանով, որ գործողությունները տեղափոխվում են 1915 թվական, Դիպաշարը դառնում է լարված ու ողբերգական, այստեղ նկարագրվում է հայ մտավորականության ձերբակալությունը, աքսորի ճանապարհը եւ այն սարսափը, որին ականատես է լինում Կոմիտասը։ Պոեմի վերջին հատվածը պատմում է Կոմիտասի լրության, հոգեկան ցնցման եւ Փարիզի հիվանդանոցում անցկացրած տարիների մասին, սակայն Սևակը սա չի ներկայացնում որպես պարտություն, Կոմիտասի լրությունը վերածվում է անլրելի ձայնի, որը հնչում է մինչև օրս։ Իրականության մեջ Կոմիտասը սովորաբար ներկայացնում է որպես զոհ, բայց Սևակը նրան կերտել է որպես ազգային հիշողություն։ Մինչև աղվետը Կոմիտասը ներկայանում է որպես մեր երկի Մեսրոպ Մաշտոց, դու վարդապետ, դու ամենայն հայոց երկի վեհափառն ես, դու մեր երկի Մեսրոպ Մաշտոց, գիրն ու կարն ես հայոց երկի։ Նա այն մարդն է, ով հողից ու ջրից հավաքեց հայկական հնչյունները և դրանցով կառուցեց մեր հոգևոր տաճարը։ Նրա կերպարը խորհրդանշում է ազգի մշակութային վերելքը։ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ Կոմիտասը դառնում է ազգի ողբերգության անմիջական գրողը։ Սևակը ցույց է տալիս, որ Կոմիտասը չխելագարվեց սեփական ցավից, նա խելագարվեց, որովհետև իր մեջ գրում էր մի ողջ ժողովրդի սպանդի պատկերը։ Նրա լռությունը ոչ թե թուլություն էր, այլ մարդկային բողոք ընդդեմ այն անարդարության և այլակության, որին ականատես եղավ ամբողջ աշխարհը։ Ամենամշող ուղերձային է, որ թեև Կոմիտասի մարմինը տառապեց, իսկ միտքը խավարեց, նրա թողած ժառանգությունը հայ երգ մնաց անմահ։ Սևակը Կոմիտասին դարձնում է անդրալի զարգակատուն, որը նույնիսկ ամենածանր պահին շարունակում է ողանջել հիշեցնելով աշխարհին հայ ազգի կենսունակության մասին։ Մենք որպես գրականագետներ կարող ենք պնդել, որ անդրալի զարգակատունը ոչ միայն Կոմիտասի կենսագրությունն է, այլև հայ ժողովրդի փունիկյան հարության գեղարվեստական վկայականը։ Սևակը Կոմիտասին դարձրեց մի խորհրդանիշ, որը ցույց է տալիս մշակույթն ավելի զորեղ է, քան մահը։ Ես ուզում եմ ուղղակի մենք գտնենք Կոմիտաս Մաշտոց առնչությունները։ Ինչ կապ կար եւ ինչու էր Սևակը Կոմիտասին անվանում դու մեր երկի Մեսրոպ Մաշտոց։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել էր հայ գրերը այն շրջանում, երբ որ Հայաստանը գտնվում է Սուլեման իսկ Կոմիտասի երաժշտությունն է գրել, Այսինքն կատարել այն գործը, մաքրել է օտարամոտ
այո, տարերից, այո, եւ ներկայացել է մաքրամաքուր վերականգնել է մեր հին հայկական նոտաները, խազերն է խազերը, որը կարծես թե երաժշտական այբուբեներն է։ Այո, շատ բարի, եւ այս առումով այն նույն կարևորագույն գործը, չէ, որը արեց 4-րդ դարում Մաշտոցը, այո, ստեղծելով հայոց տարերը եւ դրանով դիմադրելով, դիմակայելով բոլոր փորձություններին եւ ազգ պահեց Մաշտոցը, նույն գործը կատարեց նաեւ Կոմիտասը, փրկելով մեր խազերը, մեր նոտաները, հայկական մաքրամաքուր երաժշտությունը եւ մեր մշակույթը։ Ահա տեսեք, թե որքան արժեքավոր եւ որքան ծանրակշիռ է Կոմիտասի դերը հայ մշակույթի մեջ։ Շնորհակալություն, որևէ հատված անլրելի զանգակատուն պոեմից։ Ժուար։ հայոց երկի վեհափառն ես, դու է երկի մեսրոք պաշտոց, գիր նոտարն ես հայոց երկի, անձիր հերկի, և ակոսն ու խորունք արնես, և մատնդիր սերն նրան, և խոստու նոքարիք վերքի։ Վերջին հատվածը։ Դու խազերի մեր քերական, դու հոգևոր մեր սարական, դու սրբազան միավազան, որ մեր հոգին ախտահանեց, դու բիբլիական մի գավազան, որ լավ աղբյուր հանեց, դու մեր կալոտ ու մեր մորմոք, մեր տաղիքուր, մեր աղի մոք, մեր մշտարթում անլրելի զանգակատում։ Շնորհակալություն։ Լսենք ճարտարապետներին։ Հարցադրումը։ Ներկայացնել պոեմի կառուցվածքը կապ ստեղծելով եկեղեցու զանգակատան հետ, նախ ստեղծագործության կառուցվածքի մասին, այն կառուցված է 6 մասերից, ցայգալուսի համազանք, արևածագի համազանք, իջուրեի համազանք, ծավալող համազանք, և լորի համազանք և յուրաքանչյուր համազանք ունի կառուցված է նաև փոքր մասերից, որոնք գողանչներ է անվանել սևակը։ Յուրաքանչյուր համազանգում սևակը ներկայացնում է Կոմիտասի կյանքը, ստեղծագործական գործունեությունը, մինչև մահ։ Շատ բարի, շարունակեք, հա։ Սևակի նպատակն է Կոմիտասի կերպարի միջոցով վերանալ ժողովրդի հավանական ճակատագիրը և կտրել եղևնի շուրջ տիրող դրությունը։ Նա ձգտում էր ցույց տալ, որ Կոմիտասը հայոց ինքնության մաքրագործողն է, իսկ նրա երաժշտությունը ազգի հավերժության գրավականն է։ Եղանակը նպատակ ուներ ապացուցել, որ նույնիսկ համազգային ողբերգությունից հետո հայ ժողովուրդը ունի հոգևոր հարության եւ այդ զանգակատումը պետք է անվերելի մնա որպես արդարության եւ հիշողության մեջ։ Երբ է հնչում եկեղեցու զանգը։ Պատարակների ժամանակ եւ հիշեք երեխաներ, որ եկեղեցու զանգերը հնչել են այն բոլոր ժամանակահատվածներում եւ դրանք իրոք ահագնացող համազանգեր են եղել, երբ թշնամին հարձակվել է մեր հողի վրա։ Այս առումով սևակը նպատակ չուներ միայն ողբերգական շեշտադրումներով ներկայացնել ժողովրդի ճակատագիրը, այլ հակառակը, որքան էլ մենք դժվարություններ ունենք, որքան էլ որ մեզ ցեղասպանել են, միևնույն է, այն մեկ հայը Քյունիկի նման կարող է վերհարնել, եւ Կոմիտասը այդ նույն հայն էր, որը իր ապրելով, իր արարելով, իր ստեղծագործությամբ դարեր պիտի ապրեսնի ամբողջ ժողովրդի եւ դառնա անլրելի զանգակատուն։ Ավետման զանգեր հնչեցին։ Կարեն, դու ինչ կարող ես ավելացնել։ Անլրելի զանգակատունը հայ պոեմի գլուխգործոցներից է, որն աննախադեպ փառք ու ճանաչում գրեց եղանակին։ 1865 թվականին հայոց այգիներին ինչ պտուղ։ Այգիներին ինչ պտուղ։ Հայոց արտերում ինչ բերք է հասել, դժվար է ասել։ Սակայն այդ թվին Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղում, մի մանուկ ծնվեց ժողովրդը սենում, նա հետո պիտի դառնա պատանի, եւ երիտասարդ եւ այլ իմաստուն անբախտ Մարոյին լացով սպանի, մեր հառաչանքը հասցնի Աստծուն։ Շնորհակալություն։ Լավ։ Լսենք Փիլիսոփաներին։ Որքանով է արդիական պոեմը եւ ինչ մարտահրավերներ կան այսօր։ Անլրելի զանգակատունը սովորաբար ընկալվում է որպես անցյալի ողբերգության հիշոցը, բայց եթե խորը նայենք, այն այսօրվա մասին է։ Բարույր Սևակը Կոմիտասի կերպարով ցույց տվեց,
որ ազգի ինքնությունը հնարավոր չէ ոչնչացնել, քանի դեռ կա նրա մշակութային գենը։ Այսօր, երբ աշխարհում գլոբալիզացիան ջնջում է սահմանները, ՈԵՄ-ը մեզ հիշեցնում է մեր տեսակի ու մաքրության մասին, սակայն մենք կանգնած ենք մի մեծ մարտահրավերի առաջ։ Արդյոք մենք ՈԵՄ-ը կարդում ենք միայն անցյալը հիշելու և ողբալու մասին, թե որպես ուժի աղբյուր ենք այն ընկալում։ Մեր ռիա աշխարհում զոհի կարգավիճակում մնալը հավասարազոր է պարտության, և Սևակի զանգը հենց այդ աղբյուրության մասին է։ Իսկ ցեղասպանությունները չեն ավարտվել 1915 թվականին։ Այսօր էլ աշխարհի տարբեր կետերում, այդ թվում մեր շուրջը, ազգեր են ենթարկվում էթնիկ զտումների։ Սևակի նկարված անտարբեր աշխարհը դեռ գոյություն ունի։ Սա պոեմի ամենացավոտ արդիականությունն է, բայց այստեղ կա մի հակասական հարց։ Եթե մենք անընդհատ կենտրոնանանք միայն նախամարտության վրա, արդյոք չենք սպառի մեր ներքին էներգիան։ Մշտական թշնամանքը և ատելությունը կարող են կուրացնել մեզ, թույլ չտալով տեսնել զարգացման հնարավորությունները։ Մենք պետք է ընդունել, որ արդարության հասնելու լավագույն ճանապարհը ոչ թե միայն բողոքելն է, այլ այնքան հզորանալը, որ ոչինչ այլևս անհնար լինի։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր դիտարկում էր։ Պոեմի գլխավոր պատգամը թաքնված է «Կանք պիտի լինենք ու շատանանք թվավոր խոսքերի մեջ»։ Մենք պետք է սովորենք իմանալ հիշել անցյալը, բայց չապրել անցյալը։ Պատմությունը պետք է լինի մեր թիկունքի հենարանը։ Միտասը հանճար էր, որովհետև նա ստեղծում էր արժեքներ նույնիսկ ամենածանր պահերին։ Այսօրվա մեր անունների զանգակատունը պետք է լինի մեր տնտեսությունը, գիտությունը և ժամանակակից մշակույթը։ Ուրեմն եկեք համաձայնենք, Սևակի զանգերը պետք է չեն թե մահվան, այլ կյանքի համար։ Ապրեցնող խոսքեր էին ձեր խոսքերը, ապրեք սիրելի փիլիսոփաներ։ Իրականում աշխատանքը շատ հետաքրքիր ուղղություններով է կատարվել։ Մենք այսպիսով կարողացանք ամբողջացնել և հիմնական գաղափարը, այն ինչ որ ներդրված է պոեմի հիմքում, վեր հանել։ Այսօրվա դասը ես ուզում եմ ամփոփենք հետևյալ երգի քարտով։ Սիրելի աշակերտներ, հարցադրումները հետևյալն են. մեկ բան, որ սովորեցի պոեմի մասին, մեկ հարց, որտեղ մնաց անպատասխան և ամենատպավորիչ տողը կամ ողանջը։ Սիրելի աշակերտներ, վերջին հարցադրմանը պատասխանում եք բանավոր, մտաբերում եք տպավորիչ տող կամ ողանջ անհրաժեշտ զանգակատուն պոեմից։ Լսում եք Մարնե ջան։ Ինձ համար ամենատպավորիչը այն է, որ պոեմի մասին ուզում էին ներկայացնել այն թանգարանը։ Այո։ Իմ համար ամենատպավորիչ մասը սկզբնական առաջին տողերն էին, որտեղ ներկայացվում է խաղաղ և հանգիստ զարգացող Հայաստանը մինչև բոլոր ոճրագործությունները։ Այո, շատ բարի։ Ինձ տպավորեց բանաստեղծության տողերը, խոցեցին ու ջնջեցին, հատեցին հաստուբարակ, հոշեցին ու տանջեցին, փշրեցին տենքրաշ։ Շնորհակալություն։ Ահ, ինչպես ոնց մոռանալ արհավիրքն օրերի, աշխարհում ով մոռանալ ճուտացքով թոքորանը։ Խառնարել ինչի համար, գարուներ, չեկած ամար քուլ եկավ երկնականման, ձյուր մաղեց մեր բաց գլխին, ձյուր մաղեց գրալի պես, գալինը ձուրն արել։ Այո։ Ձյուր եկավ այս հաղթվածը, պատեցին արյուն արցունք, ներկեցին ձոր ու կարծունք, հանդեցին երկինք մի լուր, մորթեցին մի ժողովուրդ, հացարակ մի ողջ աշխարհ, զարկեցին փշրակ նշխար, սուրբ նշխար շան վերանում, ուզեցին մի հայ թողնել, և այն էլ թանգարանում, կանունը ձունար։ Լավ էր։ Ինձ համար տպավորիչ տողը, որ պոեմի մասն է մեր անհրաժեշտ զանգակատուն։ Մեր մշտամուտ։ Մեր մշտամուտ, մեր անհրաժեշտ զանգակատուն։ Շատ բարի։ Ասած Մարնե ջան։ Երկրի մեջ մարդ չմնաց, մարդ թաղեր մարդու նման, աղ մնար մեկը գոներ ու կանչեր դրել յանան։ Շատ բարի, Սուզաննա։ Դու վարդապետ, դու ամենայն հայոց երկի վեհապարն ես, դու մեր երկի մեծրոտ մարդոց գիրքնոտարն ես հայոց երկի։ Շատ բարի։ Ալրականի համազանգը, որտեղ նա հենց սկիզբն է իր գործունեության և կապնվում է Աղձում է երաժշտության հետ։ Բարեն։ Առաջին անգամ լայն դահլիճների բեմից է լսում իր իսկ հայրը։ Հայերեն։ Իրեն հայը և բոլորովին ուրիշ է հնչում իր իսկ տույտույտ։ Ապրեք սիրելի աշակերտներ, պոեմը իրականում մի գրական հուշարձան է սիրելի աշակերտներ։ Շնորհակալություն, դասի